Պարոն Օհանյան, նախ իմպիչմենտի հետ կապված այդ նախաձեռնությանը պատասխանեց Հայաստան խմբակցությունը և հայտարարեց, որ խմբակցությունը շատ անգամ ինքն է նախաձեռնել իմպիչմենտի գործընթաց, բայց հիմա կոնկրետ այս գործընթացին անդրադառնալով ասացին, որ ամբողջ նպատակը ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնել է, այլ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությանը թիրախավորելը, ինչու այս փուլում ինչու է որոշ շրջանակներ փորձում թիրախավորել Հայաստան խմբակցությանը։ Նախ ևս մեկ անգամ անդրադառնամ, որ իմպիչմենտի մասին առաջին անգամ հենց Հայաստան դաշինքը եւ նրա մաս կազմով քաղաքական ուժերն են արտահայտել եւ մեր գործունեության հիմնական նպատակներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանի իր իշխանությունից հեռացումն է եւ կարծում եմ, որ այստեղ կասկած անգամ չպետք է լինի, որովհետեւ իրավական, քաղաքական հիմքեր նրա հեռացման համար կա, բայց միևնույն ժամանակ էլ մենք հասկանում ենք, որ իմպիչմենտը հենց այնպես գործընթաց առանց հիմքերի չպետք է լինի, որովհետեւ դրա հիմքերը նախ եւ առաջ լուրջ հաշվարկների վրա են ձևավորված եւ երկրորդը պետք է լինի ընդվզող մեր դրսի գործընթացների, մեր ժողովրդի աջակցությունը, որպեսզի իմպիչմենտը կայանա, որպեսզի կարողանան ազդեցություն գործել նաև այն քաղաքական ուժի պատգամավորների վրա, որոնք որ պետք է վերջնականապես հաջողացնեն այդ իմպիչմենտը։ Նախաձեռնողների հեղինակները դա չգիտեն իր համար։ Նախաձեռնողների հեղինակները գիտեն, նախաձեռնողների հեղինակները գիտեն, որ նաև որ մեզ պետք է 36 ձայն այդ գործընթացը սկսելու եւ նաեւ 54 պատգամավորների աջակցություն, ընդ որում նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցություններից, որպեսզի այն հաջողությամբ ավարտվի։ Այս նախաձեռնության հեղինակները որևէ մի քաղաքական ուժ չեն ներկայացնում եւ նաեւ պատասխանատվություն չեն կրում եւ այս տարիների ընթացքում նաեւ փողոցային պայքարը մեր ժողովրդի հետ աշխատանքի արդյունքում լուրջ ուժի գեներացումը ցույց է տվել, որ նրանք իրականում նաեւ դրսում լայն գործընթաց, լայն ընդվզող մեր ժողովրդի աջակցություն չեն կարող առանձին ապահովել եւ նաեւ այս տարիների ընթացքում աշխատանքը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե ընդվզող աջակցություն լինի, դերևս մենք չենք իմանում, որ հաջողություն կունենանք, թե չէ։ Այս առումով միայն թիրախավորելը Հայաստան խմբակցության պատգամավորներին մեր համար անընդունելի է, մենք ասում ենք, որ մեր հետ շանտաժի լեզվով չի կարելի խոսել եւ նաեւ այս օրերի ընթացքում հարցադրումները խոսում են նրա մասին, որ նրանց հիմնական ուղղությունը, հիմնական այսպես թիրախավորումը Հայաստան խմբակցության վրա է իրականացում, դա մեր համար անընդունելի է, այսինքն հենց այնպես հասկանալու համար պետք է հասկանալ հետեւյալը, որ առաջիկա գործընթացներ են սպասվում, նախընտրական ժամանակահատված է եւ նաեւ ապագա այս մեկ տարուց հետո նաեւ հերթական ընտրությունների են գնալու ժամանակից շուտ թիրախավորելն է մեր դաշինքը, մեր խմբակցությունը, մեր խմբակցության ղեկավարությունը, այնպես որ մենք իշխանությանը այլ ընդդիմության եւ ում կողմից այդ քաղաքական այդ անձերի կողմից, որոնք որ նախաձեռնել են։ Սերժ Սարգսյանի կողմից թիրախավորում դուք։ Ես չեմ կարող ասել Սերժ Սարգսյանի կողմից է, թե ում կողմից է, համենայն դեպս այդ անձերը, անհատները, որոնք որ նախաձեռնել են, դրանք քաղաքական ուժ չեն ներկայացնում, բայց կարող է ընդհատակյա ներկայացնեն այլ ուժերի, ընդ որում նաեւ ընդդիմադիր, ասես հարթակից։ Պարոն օրինակ Էդգար Ղազարյանն ասում է անդուր համարում ձեր այդ կարծիքը, որ Հայաստան խմբակցությունից նշում են, որ առաջին իրենք են խոսել իմպիչմենտի մասին, հետեւաբար դեմ չեն, ասում են, թե դեմ չեք, օրինակ քայլեր ձեռնարկեն, դուք անհատացեք։ Ես ասացի, հիմա եթե մենք նորից խոսենք, նույնը պետք է կրկնենք։ Ես գտնում եմ, որ հենց իրենք
անլուրջ են, որովհետև իրենք հասկանում են, որ impeachment իրականացնելու, այսինքն վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը հիմքեր պետք է ունենա։ Այդ հիմքերը այսօր առկա չեն, այդ հիմքերը եթե առկա չեն, դա նշանակում է նախորդ գնալ ձախողման եւ կարծում եմ այդ քայլերը հենց այն քայլերն են, որ հենց իրեն Նիկոլ Փաշինյանին են պետք։ Իսկ իրենց անհանգստացնում է, որ դիմության դաշտում Հիմքերը առկա չեն, ես նկատի ունեմ հաշվարկների արդյունքում impeachment նախաձեռնելու համար համապատասխան ձայներ 36 ձայն։ Գիտեք, որ Հայաստան խմբակցությունը 28 պատգամավորներ են եւ այդ 28 պատգամավորները արտահայտել են իրենց կարծիքը, եթե այդ մնացած 8 պատգամավորները իրենք կարողանան նրանց համաձայնություն ներկայացնել, մենք մեր համաձայնությունը ներկայացնում ենք impeachment իրականացնելու։ Եվ երկրորդը համաժողովրդական լայն ընդվզում եւ լայն աջակցություն է պետք։ Հիմա նույն այդ մարդիկ կարող են ասել, որ դուք սկսեք այդ գործընթացը եւ այդ գործընթացը կարող է հիմք հանդիսանալ նաեւ հետագա այսպես ուժերի գեներացման նաեւ փողոցում։ Այս տարիների ընթացքում փողոցային գործողություններ իրականացնելու ամբողջ ընթացքը ցույց է տվել, որ դեռևս այդ ուժերի գեներացումը չկա։ Հիմա մենք տեսեք, ասում ենք, որ հիմքերը առկա չեն։ Այդ հիմքերը եթե առկա չեն, հենց այնպես իմիտացիա անել, որ այդ գործընթացը սկսել ենք, հենց այնպես նախորդ իմանալ, որ ձախողելու ենք, որովհետև նաև շուրջ 20 պատգամավորների, այլ պատգամավորների աջակցություն է պետք։ Դա է այն բացատրություն։ Իշխանությունը չունի վստահություն, եթե որոշակի այդպես քայլեր անեք, չեք կարծում, որ այդ եւ գեներացիան կլինի, եւ մնացած պատգամավորները կմիավորվեն։ Փորձը ցույց է տվել, որ այդ գեներացիան չկա, բայց միևնույն ժամանակ էլ այս իշխանությունները իհարկե չունեն անվստահություն, բայց իրենք անելու են ամեն ինչ, նաեւ իրենց պատգամավորներով եւ իրենց պատգամավորները գտնում են մեկ անձի ճնշման ներքո, ակնհայտ է եւ նաեւ այս օրերի վերջին օրերի իրենց գործողությունները, իրենց արտահայտությունները, որ իրենք դրան պատրաստ չեն եւ չեն գնալու։ Այս իշխանությունները ամեն ինչ անելու են իրենց իշխանությունը պահելու համար, որովհետեւ իրենք հասկանում են հետեւյալը. նախ եւ առաջ իրենք օգտվում են իշխանական բոլոր լծակներից եւ բոլոր հնարավորություններից ռեսուրսների առումով, ընդ որում եւ վարչական եւ դատաիրավական համակարգի եւ այլ ռեսուրսների եւ պլյուս դրան էլ իրենք գիտեն, որ ինչ են իրենք բերել այս երկրի եւ նաեւ Արցախի գլխին, Արցախը հիմա մենք չունենք եւ դրա համար լուրջ հիմքեր կան իրավական եւ նաեւ քաղաքական այդ պատասխանատվությունը իրենք հասկանում են նախորդ եւ այդ պատասխանատվությունից խուսափելու համար իրենք ամեն ինչ անելու են, որ այդ գործընթացը տապալվի։ Պարոն Օհանյան, իշխանությունը սահմանազատում է նախաձեռնել, իրանցի այդ իրադարձությունից հետո մեկ տարի առաջ որ տեղի ունեցավ, հետո Նիկոլ Փաշինյանը ամեն առիթով հայտարարում է, որ սա ամենաանվտանգ տեղն է Հայաստանի, այլ գործընթացի շարունակականության մասին ձեզ արդյոք ինչ-որ բան հայտնի է եւ դուք ինչ եք կարծում, ինչու այն չի շարունակվում։ Նախ եւ առաջ եկեք գնահատական տանք այն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, որ այս իշխանությունները անցած տարվա ընթացքում իրականացրել են, այն իրականացվել է ապօրինի եւ միջազգային սկզբունքներին ոչ համահունչ, որովհետեւ այն ոչ թե սահմանազատում եւ սահմանագծում է, այլ հակառակորդի կողմից պարտադրված հատվածում միակողմանի զիջումներ։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տիրապետության տակ գտնվող տարածքից հանձնվել են տարածքներ եւ փոխարենը ոչ մի բան չեն ստացել։ Նույն Կիրանցի հատվածում, այսինքն Տաուշի մարզում, մենք ունենք նաեւ հողատարածքներ, օրինակ Բերքաբեր գյուղից, որ ոչ մի մետր չեն հանձնվել։ Չի պաշտպանվել նաեւ այն բոլոր սկզբունքները, որոնք որ ներառված են ԵՀԿ քարտուղարության համապատասխան գրության մեջ, որ իրենք ներկայացրել են 2017 թվականի դեկտեմբերին, այնպիսի սկզբունքներ, օրինակ, որ
ապագա սահմանը չի կարող լինել, ասենք, լարվածության նորից առիթ, ուժի չկիրառման, տեղում ապրող մեր ժողովուրդների բոլոր իրավունքների պահպանման, բայց ամենակարևոր սկզբունքներից մեկը, որ հետագայում ես արտահայտել եմ նաև իմ ելույթներից մեկի ժամանակ, որ այդ ԵԱՀԿ փաստաթուղթը կազմվել է Խորհրդային Միության պետությունների համար, որովհետև Խորհրդային Միության ժամանակ սահմանները այնպես է գծված եղել, այնպիսի կոնֆիգուրացիաներով, որ երկու հարևան պետությունները կախվածության մեջ լինեն կենտրոնից, եւ դրա համար է գրվել այդ փաստաթուղթը, այնտեղ օրինակ չի կիրառվել, որ սահմանը պետք է անպայման, որպեսզի լարվածության, բախումների, հետագայում սադրանքների առիթ չդառնա, նաև աշխարհագրական եւ բնական արգելքներով։ Այդ հատվածում օրինակ աշխարհագրական եւ բնական արգելք է հանդիսանում, օրինակ Բաղանիս գյուղից մինչեւ Բերքաբեր գյուղը ընթացող գետը, որը կարող է լուրջ սահման հանդիսանալ։ Հիմա տեսեք, եթե հակառակորդը ուզում է խաղաղության գնա եւ պարտադրում է սահմանազատում եւ սահմանագծում, ինչպես կարող է լինել, որ Կիրանցի օրինակ բլուրներից մեկի լանջով անցնում է այդ սահմանը եւ մեր հատվածից ներառում է միայն կամուրջը։ Ինչի է պետք այդ կամուրջը, եթե այդ կամուրջից օգտվում էր միայն հայկական հատվածը, կամ էլ եթե հակառակորդը գնում է խաղաղության, պատրաստ է իր հարևան երկրի հետ խաղաղության գնա, ինչպես կարող է նա թույլ տալ, օրինակ, որ Կիրանցի դպրոցից ուղղակի մի քանի մետր հեռավորության վրա Կիրանցի աշակերտները ամեն օր մտավախությամբ մտնեն դպրոց եւ մտավախությամբ այդ դպրոցից դուրս գան, երբ որ սահմանում տեսնելու են հակառակորդի հենակետը, հակառակորդի դրոշը, այն հակառակորդի, որի հետ վերջնական խաղաղության դեռևս մենք չենք հասել։ Եվ երբ որ խոսքը գնում է նաև ապագա սահմանազատման հենց այդ նույն հատվածներից, որտեղ որ սահմանազատումը այսպես ապօրինի իրականացվել է, հենց Տաուշի մարզում, սա խոսում է եւս մեկ անգամ նրա մասին, որ հակառակորդն է պարտադրում։ Հակառակ դեպքում հակառակորդը բավականին այսպես տարածքների ներխուժում է իրականացրել այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքը։ Իրենք շարունակում են ինչ-որ իրենց պայմանները թելադրել։ Իհարկե շարունակում են պայմանները թելադրել։ Հակառակ դեպքում ես նորից եմ ասում, եթե հայկական կողմը զիջել է, այսպես ասած, ճակերտներով ասած, սահմանազատում, սահմանագծում է իրականացվել, ինչու որևիցե մեկ այլ հատվածում Ադրբեջանը որևիցե մի զիջում չի իրականացնել, թեկուզ նույն այդ հատվածում, Կիրանցի Բերքաբերի հատվածում, որտեղ որ 800 հեկտարից ավել մենք տարածքներ ունենք, եթե իրենք փողզիջման գնային, իրենք էլ նույն այդ տարածքում կզիջեին, այսինքն սա միակողմանի զիջում է, իսկ միակողմանի զիջումը դա, ասենք, երկու հարևան պետությունների, այսինքն երկու հակառակորդ պետությունները, որոնք որ ձգտում են դառնալ հարևան պետություններ եւ խաղաղ համակեցությամբ ապրել, ապա փողզիջման տարբերակով դա պետք է իրականացվի։ Հիմա ըստ ձեզ կա գործընթաց սահմանազատման հետ կապված, թե ոչ։ Նախ եւ առաջ երկու երկրների սահմանազատման, սահմանագծման եւ անվտանգության ապահովման հանձնաժողովների այն կանոնակարգը, որը որ ձևավորվել է, մենք դրան դեմ էինք եւ մենք այնտեղ լուրջ բացեր տեսանք, որ չկա որևիցե մի քարտեզ եւ նաեւ հատվածական սահմանազատում, սահմանագծում իրականացումը դա թույլ է տալու հակառակորդին այնտեղ որտեղ որ ինքը հիմա ուժի տեսանկյունից է խոսում հայկական կողմի հետ, որտեղ որ ինքը ցանկանում է այնտեղ էլ հենց անցկացնի սահմանազատում եւ սահմանագծում։ Հիմա խոսակցությունները գնում են դրա մասին, բայց դեռևս նաեւ կա խոսք, որ հանձնաժողովները հանդիպում են, բայց դեռևս լուրջ քայլեր մենք չենք տեսնում, բայց միայն խոսքը, երբ որ գնում է նրա մասին, որ Տաուշի մարզում են ցանկանում իրականացնել, շարունակել սահմանազատումը, սա միակողմանի